Դուք շատ լավ միտք ասեցիք, արդյոք հայ առաքելական եկեղեցին հավասարեցվում է կրոնական մյուս կազմակերպություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել Սահմանադրության մեջ, որովհետև նույնիսկ մասնագիտական հանրությունում թույլ ընկալում կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում եմ այս մասին խոսել ու շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին եւ վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու արքավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ հիմնադիրության տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ առանձին դրույթ է պարունակում Սահմանադրությունը, մեր պետությունում ընդունվում է կրոնական այլակարգությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը եւ այլն։ Եվ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տվի, որ Սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարար օրենքն է, եկեղեցին անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ։ Եվ սա է պատճառը, որ նախատեսվել է նման սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը։ Այդտեղ նշում կա եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ մենք ունենք եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրենք, որը եթե դուք թերթեք, կտեսնեք, որ վերաբերում է հիմնականում եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը։ Ու սահմանադրական դրույթը այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին օրինակ։ Որովհետև հակառակ դեպքում, եթե մենք որոշենք, որ եկեղեցին, քանի որ դուք եք շեշտում, որ կրոնական կազմակերպությունն է, իրան որպես պետություն արտոնություններ ենք տալիս, այստեղ խտրականության, խնդրի իրավավասարության եւ այլ շատ խնդիրներ են առաջանալու։ Եվ հետևաբար հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից։ Ես նշեցի իմ կարծիքը եւ նշեցի արդեն օբյեկտիվ իրականությունը, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ եմ ուզում շեշտել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը որ չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում։ Եվ ես հուսով եմ, որ այս մեկնաբանությամբ մենք այս դեպատի ի վերջո վերջակետ կգտնենք։ Հաջորդ անկախության հռչակագրի հետ կապված ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի, հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլորը կտեսնեն, թե եթե փոփոխություն տեղի ունի, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր սահմանադրության նախաբանում։ Հաջորդը դուք նշեցիք, որ վարչապետն ասել է, որ հավելավճարը կամ պարգևատրումը տրամադրվում է դատական ծախսերը հատուցելու համար, այդպիսի բան վարչապետը չի նշել, վարչապետը մի 8 ներողություն չի ընդհանրել։ Մի 8 պատճառ նշել, թե ինչու է պետք, որ աշխատավարձը բարձր լինի պետական ծառայողների կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ ի թիվս մի շարք հանգամանքների նշել է նաեւ, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձինք նաեւ ստիպված են պաշտպանվել դատական պատճառներով, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել եւ կարգավորումներն այնպիսին են, որ ոչ միշտ է դատարանների կողմից սահմանվող փոխհատուցումը, որպես դատական ծախս, լինում համարժեք փաստաբանների ծառայությանը եւ ասել է, որ նաեւ այս աշխատավարձերի բարձրացումը միտք ունի ապահովել պաշտոնատար անձանց իրավունքը, որ նրանք ունենան բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանց սեփական ոչ թե որպես դատական ծախս հատուցվել, այլ հատուցում չի դա պարգևատրի տրամադրում կամ աշխատավարձ, ինչպես ուզում եք կոչել, որ ունենան նաեւ բավարար միջոցներ, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Այսինքն այնքան դաշտը ներողությունված կեղտոտված է,
որ պաշտոնատար անձին ստիպված են դատականացաններում գնել պաշտպանվել, երկրի պաշտպանությունը պրոֆեսիոնալ փաստաբանների միջոցով պետք է տեղի ունենա, ու նաև պետք է զրկված չլինել իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ սրա մասին է խոսել վարչապետը, ոչ թե դատական ծախսերի հատուցումից։ Հաջորդը դուք նոր նշեք այլ լիազորությունը, որով վարչապետը ոչ այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա, կամ 1000 անգամ այս մասին խոսել են, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետք է գրած լինի, օրինակ վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ մտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունն է վերազանցելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալույց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալույց եղած չէ, հիմա դա տարբերություն կա, քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետը Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Թող լիազորությունները բարեկնի եւ որպես քաղաքացի հանդես բարեկնի։ Վարչապետը քաղաքացի է, նա քաղաքացի է։ Որպես վարչապետ 210 եպիսկոպոս։ Ես չեմ տեսեք, դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու այսպես է, որովհետեւ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասեք, նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաեւ գրել քաղաքացի Փաշինյանը։ Թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի կողմը։ Բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձը մարդ չի։ Դուք ասեք, սա դուք եք ասում։ Սահմանազատում Շատ լավ, ինձ եք ասում։ Ճաշակի վարչապետ, ստորագրում։ Գործերին, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում։ Մենք խոսում ենք անբարեխիղ եկեղեցականների մասին, այս թեմայով ենք շատ խոսում։ Դուք եկեք հարցերի հերթականությունը, եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջիկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում ավարտենք։ Խոսքս ամփոփեմ հետեւյալով։ Որպես կրոնական կազմակերպության շագերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վատն է։ Այսինքն, եթե թեկուզ եւ ի պաշտոն է, մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում, հիմա դուք լսում եք, հետո դուք հարց կտեք, ես ձեզ կլսեմ, սիրով։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի ունենում, եւ տեսնում ենք այն միայն չեք բարձրաձայնում, մենք չենք երկխոսում, մենք չենք երկխոսում, մեր ժամանակ ֆորմատը այդպիսինը չէ, ուղղակի որպես քաղաքացի ֆորմատը այդպիսինը չէ, եւ ինչ վերաբերում է քրեական բարույթներին, ես նախորդիվել հնարավորություն ունեցա նշելու, որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաև հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետևությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստվելու, ով է ասել, չգիտեմ, ենթադրել առարկա, բայց ենթադրել այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել են, որ դրանք վճռովոշ չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք եւ այդպիսի հետևություններ կանեն նաեւ
պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություն ունեն։ Եվ մի բան է, ուզում եմ նաև այս հարթակ օգտագործելով ասել,